Գորգն ու կարպետը հայերի համար ոչ միայն կենցաղային անհրաժեշտ իրեր էին, այլև ազգային մտածողության, գեղարվեստական ճաշակի եւ ավանդույթների արտահայտություն։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից, օգտագործում որպես ծածկոց։ Գորգագործությունն այնքան սերտ էր միահյուսված հայ ընտանիքի առօրյային, որ հայ աղջիկները դեռ փոքր տարիքից գործում էին իրենց օժիտի գորգերը, դրանք փոխանցելով որպես ընտանեկան ժառանգություն։ Երբեմն լայն տարածում ունեցած արհեստն աստիճանաբար դուրս է մղվել առօրյա կյանքից։ Հայկական գորգարվեստի մշակութային արժեքը նոր շունչ է ստանում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Գորգերի մասին նոր եւ ինքնատիպ ձևով են խոսել դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողները։ Լավագույն նմուշներից ընտրվել են գեղարվեստական նախշերը եւ հատուկ տեխնիկայով պատկերել կտավների վրա։ Ունեմ այստեղ ավելացրած նաև իմ կողմից դետալներ, որոնք այդքան էլ այս տարածաշրջանին բնորոշ զարդանախշեր չէին, սակայն մտածեցի, որ հենց կոնկրետ այս զարդանախշի հետ կապված ինքը ավելի գեղեցիկ կլինի։ Վերցվել է Դավուշի այդ գորգը, ուսումնասիրել է նրա կառուցվածքը, կոմպոզիցիոն կառուցվածքը եւ կատարվել է կոմպոզիցիոն վերափոփոխություն, որի արդյունքում ստացել ենք այս գործը։ Աշխատանքի ընթացքում վերցվել է հենց խաչած աղիքները, որը դա շատ է օգտագործվել հայկական գորգերի մեջ։ Ցուցահանդեսում գորգագործական լավագույն նմուշներն են։ Աշխատանքներում ներկայացրել են մարզերին բնորոշ գորգերի թեմատիկ, հորինվածքային եւ զարդանախշային առանձնահատկությունները։ Առավել հաճախ հանդիպում են բուսածաղկային, խաչազարդ եւ խաչաձև հորինվածքները, բազմանիստ խոշոր կոմպոզիցիաները, շեղանկյունազարդ եւ աստղազարդ նախշերը, որոնք հայկական գորգերին բնորոշ զարդամոտիվներից են։ Իմ գորգս 1973 թվականի Գեղարքունիքի մարզի գորգից է վերցված նախշը, ինքը հենց աստղ տիպի գորգ է։ Հիմնականում պատկերված են 4 մեծ ուտանկյուն աստղ մեդալիոններ, ինքը հիմնական զարդանախշերը վերցված է կեռախաչեր, աստղեր, վիշապանախշեր, ինչպես նաև մեդալիոններ։ Լոռու գորգանախշը ներկայացնում է ավելի զույգ պատկերներ եւ կանաչ գույնը խորհրդանշում է հայկական կանաչը եւ կանաչ գույնը ոչ միայն այսպեսի գորգանախշերի մեջ է շատ ցայտուն երևում, այլ նաեւ ինչպես տեսնում ենք հայկական տարազների մեջ է բավականին շատ երևում։ Ուսանողների համար այս նախագիծը եղել է ոչ միայն ստեղծագործական աշխատանք, նաև մշակութային հետազոտություն։ Կտավների վրա վերարտադրելով հայկական գորգարվեստի լավագույն նմուշները նրանք խորությամբ ճանաչել են այդ ժառանգությունը եւ միաժամանակ փորձել նորից խոսել այսօր հազվադեպ հանդիպող, բայց ազգային ինքնության համար կարևոր արհեստի մասին։ Աշխատանքի ամենահետաքրքիր մասը դա երևի կոմպոզիցիան որոշելներ, որտեղ վերցրել ենք հին գորգը, որտեղ հին գորգը շատ չի պահպանվել, քերքերի միջոցով, որտեղ գորգն է վնասված եղել, գույները լավ չի երևացել, ամենահետաքրքիր մասը կոմպոզիցիայով վերականգնելն ու գույների հետ աշխատելն էր, որ փորձենք ստանանք այն հինը ու ինչ-որ նորը ավելացնենք մեր կողմից։ Հայկական գորգերը իրենց մեջ ներառում են մեր ժողովրդի ողջ պատմությունը, խորհրդաբանությունը, նրանց պաշտամունքային կրոնական տարրեր են իրենց մեջ ուրեմն ներառում եւ հետեւաբար նաեւ որպես ինչ առումով որ ինչ որտեղ մոռացված էր գորգարվեստը, գորգագործությունը, զարդանախշերը գորգերի եւ սրանով մեր ուսանողները կարծեք թե փորձ արեցին նոր շունչ հաղորդելու եւ ավելի արդիական դարձնելու, արդիական շունչ հաղորդելու, հնչեղություն տալու հայկական գորգերի։ Հայաստանի տարածաշրջաններին բնորոշ գորգերից ընտրված առանձին նախշերով ուսանողները ստեղծել են նաև Հայաստանի քարտեզը, որը յուրաքանչյուր հատված ձեռքով են նկարել, ապա առանձին կարել են այնպես, որ որևէ նախշ չկրկնվի մյուս կտավներում։ Գորգազարդ Հայաստանը ցուցահանդեսի ամենամեծ աշխատանքն է։ Ամեն ուսանող իր ընտրած տարածաշրջանը փոքրիկ կտորի վրա նկարել է եւ այսինքն ինքը եղել է միասնական աշխատանք, այնուհետեւ գունավոր թելերի միջոցով կտորի վրա կարել ենք ու ստացել ենք քարտեզը։ Քարտեզի վրա երկար կապույտ թել են թողել։ Դրա միջոցով հեղինակները ցանկանում են ընդգծել, որ հայկական մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը շահկապված են։ Ցուցահանդեսը, որն ուղեկցվում էր դասախոսությամբ, թանգարանում կմնա 1 շաբաթ։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չաքմիշյան, Հորիզոն։